Mesdames et messieurs, dans le cadre de la visite d'État de M. Emmanuel Macron, président de la République française en République d'Arménie, nous allons à présent procéder à la cérémonie de signature des documents. Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի ստորագրման համար պատիվ ունեմ հրավիրելու Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին. Pour la signature de la déclaration conjointe sur l'établissement d'un partenariat stratégique entre la République française et la République d'Arménie, j'ai l'honneur d'inviter M. Emmanuel Macron, président de la République française, et M. Nicole Pachinian, Premier ministre de la République d'Arménie. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ համաձայնագրի համար հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին եւ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար պարոն Բենժամեն Հադադին. Pour l'accord entre le gouvernement de la République française et le gouvernement de la République d'Arménie relatif à la Fondation Université française en Arménie, j'invite M. Benjamin Haddad, ministre délégué chargé de l'Europe de la République française, et Mme Janna Andreasyan, ministre de l'Éducation, des Sciences, de la Culture et du Sport de la République d'Arménie. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև արհեստական բանականության, կիբերանվտանգության եւ կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակի համար հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Մխիթար Հայրապետյանին. Pour la lettre d'intention entre le gouvernement de la République française et le gouvernement de la République d'Arménie relative à la coopération dans les domaines de l'intelligence artificielle, de la cybersécurité et des semi-conducteurs, j'invite M. Mkhitar Hayrapetian, ministre de l'Industrie de haute technologie de la République d'Arménie. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական տեխնոլոգիաների եւ պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման եւ նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի համար հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Մխիթար Հայրապետյանին եւ Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի եւ վետերանների հարցերով լիազոր նախարար Տիկին Ալիս Ռուֆոին. Pour le mémorandum d'entente entre le ministère de la Défense de la République française et le ministère de l'Industrie de haute technologie de la République d'Arménie pour la coopération dans le domaine de la recherche et du développement et de l'innovation des technologies et des systèmes militaires et de défense, j'invite Madame Alice Ruffo, ministre déléguée auprès de la ministre des Armées et des anciens combattants de la République française, Monsieur... Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Vinci Construction Grand Projet ու Razelbeck SAS ֆրանսիական համատեղ ձեռնարկության միջև կնքվող Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի համար հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդատյանին, Razelbeck SAS ֆրանսիական ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնին եւ գլխավոր տնօրեն Լորան Ֆայային, ինչպես նաեւ Vinci Construction Grand Projet ֆրանսիական ձեռնարկության ներկայացուցիչ
Jean-Philippe Salahin et տնօրեն Philippe Tavernier. Pour le mémorandum d'entente relatif au projet de construction du tunnel de Bargouchot en République d'Arménie entre le ministère de l'administration territoriale et des infrastructures de la République d'Arménie et l'entreprise française Vinci Construction Grand Projet et l'entreprise française Razelbek SAS, j'invite M. David Roudatian, ministre de l'administration territoriale et des... Monsieur Alain Besson, directeur international de l'entreprise française Razelbek SAS et son directeur général, Monsieur Laurent Fayat, ainsi que Monsieur Philippe Tavernier, directeur opérationnel de l'entreprise française Vinci Construction et son représentant Jean-Philippe Sala. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ զարգացման ֆրանսիական գործակալության միջև Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի համար հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Վահե Հովհաննիսյանին եւ զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Բերտրան Վալկենայերին. Pour le protocole d'accord entre le gouvernement de la République d'Arménie et l'Agence française de développement sur le nouveau programme pluriannuel de prêt de politique, j'invite M. Vahé Hovannisyan, ministre des Finances de la République d'Arménie, et M. Bertrand Valkenaer, directeur général adjoint de l'Agence française de développement. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջև փոխըմբռնման հուշագրի համար հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին եւ Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն պարոն Վալերի Ֆրելանին. Pour le mémorandum d'entente entre le gouvernement de la République d'Arménie et l'Alliance internationale pour la protection du patrimoine ALIF, j'invite la ministre de l'Éducation, des Sciences, de la Culture, des Sports de la République d'Arménie, Madame Janna Andreasyan, et le directeur exécutif de l'Alliance internationale pour la protection du patrimoine ALIF, Monsieur Valéry Frelin.